Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Տիկին Կարապետյան հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումների համատեքստում տեսակետ է հնչում, որ Նիկոլ Փաշինյանին փաստացի հաջողվեց մեր եկեղեցին պառակտել, բայց օրինակ երեք մենք Գյումրիում տեսանք, որ Շիրակի ողջ թեմա, այդ թվում նաև 7 վերք եկեղեցու երգչախումբը բոյկոտեցին Փաշինյանի մասնակցությամբ պատարագը, գյումրեցիների մասով էլ նույնը կարող ենք ասել, տեղի բնակչությունից սակավաթիվ մարդիկ էին ներկա գտնվել։ Ձեր գնահատմամբ ինչու մյուս եկեղեցիների հոգևորականներն էլ նման կեցվածք չդրսևորեցին այս ընթացքում, որտեղ նա գնում էր, եւ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը Գյումրիից հատկապես ինչ հետևություններ պետք է անի ըստ ձեզ։ Սկսենք ամենավերջից, հետևություններից, որը նա պետք է անի Գյումրիից, կարծում եմ ամենավառ օրինակը, որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Գյումրիում նա տապալվել է, երեկվա անհեթեթ գրառումն էր հիմնը եկեղեցիում հնչեցնելու մասին, չեմ էլ ուզում մեջ բերեմ, որովհետև այդպիսի անմտություն, այդպիսի մարազմ, որը նա գրել էր, բարդ է պատկերացնել։ Այսօր էլ դրոշներից էր խոսում, որ պետք է դրոշներ կախվեն եկեղեցիներում։ Սակայն գիտեք, ես այստեղ անմիջապես կուզենայի մի զուգահեռ տանել, իմ աչքով ընկավ սոցիալական ցանցերում տարածվել էր մի տեղեկություն, որ նույնպիսի պահանջ, որ հնչի հիմնը եկեղեցում, եղել է նաև Ուկրաինայում, այսինքն այն համոզմունքը, որ Ուկրաինայի զարգացումները, որոնք տեղի են ունենում, այն ինչ որ եղել է ժամանակին Վրաստանում մեր մոտ տեղի ունեցողը, դա նույն կենտրոնից կառավարվող, նույն մեթոդական ձեռնարկով արվող process է, սակայն այստեղ այդ կազմակերպիչները մի բան հաշվի չեն առել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին շատ ավելի հին կանգուն եւ մնայուն արժեք է եւ ինչը շատ կարեւոր է, մեր եկեղեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցին միայն Մայր Աթոռը չէ, իհարկե Մայր Աթոռը գլխավոր աթոռանիստն է, բայց մենք ունենք 4 աթոռանիստ կենտրոններ եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին միայն Հայաստանի Հանրապետության տարածքով չի սահմանափակվում։ Ինչու եմ սա նշում եմ այն մարդկանց համար, ովքեր գուցե ինչ-որ մոլորության մեջ լինեն եւ ասեն, թե ինչ վատ բան կա հիմնը հնչեցնելու մեջ։ Հիմնի հարցը բարձրացվել է օրակարգ մի նպատակով, Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ եկեղեցին շարունակում է դիմադրել, Շիրակի թեմը ցույց տվեց մաստեր կլաս, ինչպես է պետք պաշտպանել եկեղեցին հարձակումներից, ինչպես հենց նույն Շիրակի թեմներ տարածել, 7 վերքային եկեղեցին է, որ դիմակայել է 2 թուրքական արշավանքներին, սրան եւս կդիմակայի։ Կարծում եմ ավելի մեծ ապտակ Հայաստանի ներկա իշխանություններին, քան այդ նախադասությունն է, բարդ էր պատկերացնել։ Եվ օրինակ իմ մոտ տպավորություն էր, որ եկեղեցիներում օրհներ քնչեցնել, դրոշ կախել եւ այս այլն իմաստով Նիկոլ Փաշինյանը այս հասկացությունները փորձում է պետությանը հակադրել, որ ցանկացած այն բոլոր մարդիկ, ովքեր այս ամեն ինչին դեմ կարտահայտվեն, որ այդ ամենը անելու տեղը եկեղեցին չի, իրենք ըստ իրենց քարոզչական թեզերի հայտարարեն, որ դուք դեմ եք պետություն ունենալուն։ Այստեղ իմ կարծիքով հերթական հակադրությունն է, որին չգիտեմ դուք որքանով համաձայն կլինեք։ Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանին կարելի է ասել, որ երբ որ մենք պետություն չենք ունեցել, պետականություն չենք ունեցել եւ ազգը շարունակել է մնալ ազգ, մնալ հայ եւ մնալ համախմբված, միմիայն եկեղեցու շնորհիվ համախմբվելով եկեղեցու շուրջ եւ առաջարկենք Նիկոլ Փաշինյանին կառավարության նիստերը դիցուք սկսել հայրմերով կամ ավարտել այլ աղոթքով, չեմ պատկերացնում իհարկե Նիկոլ Փաշինյանին, երբ նա ընդունի, որ նա բազմամեղ է, բայց այնուհանդերձ տրամաբանությունը շատ ավելի մեծ է այստեղ, քան պետական օրհներգը, սակայն հասկանում եմ ձեր միտքը եւ ձեր միտքը շատ ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել process-ները, որոնք այսօր գնում են։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի մոտ կա անհագ խանդ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, որովհետեւ դա այն կառույցն է, որը առանձին է, չի ենթարկվում իրեն, նրա ասպատակությունների արդյունքում անգամ չի փոխվում եւ կաթողիկոսը, եթե անգամ լինի բանտարկված, նա շարունակում է մնալ կաթողիկոս։ Եվ անգամ այս ապաթիայի պայմաններում ամենաբարձր վարկանիշը ունի հասարակության շրջանում շուրջ 70%։ Միանշանակ եւ ինչը շատ ողջունելի է, մարդիկ հասկանում են, որ կռիվը ոչ թե կաթողիկոսի անձի դեմ է, այլ եկեղեցու ինստիտուցիոնալ կառույցի դեմ է։ Տեսեք, մենք ունենք այսօր բանտարկված 4 սրբազան հայր եւ ունենք 10 սրբազան հայր, ովքեր հայտարարությամբ այսպես թե այնպես անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, ընտրել են խայտառակության ուղին, դրժել են իրենց տված խոստումները եւ այսօր Աստծո առաջ
մեղքի տակ են մտել։ Ես հեռու եմ դավադրության տեսություններից, բայց ես եւս մտածում եմ, որ նրանք այդ քայլին գնալու համար ունեցել են շատ մեծ հիմքեր։ Այս եթերից եւս ուզում եմ մեկ անգամ դիմել նրանց։ Սրբազան հայրեր դիմել արդեն չեմ կարողանում, որովհետև վերաբերմունքս շատ է փոխվել այդ մարդկանց հանդեպ, բայց այդ ինչ կոմպրոմատ կամ ինչ մեղքեր պետք է լինեին, որոնք չներվեին ժողովրդի կողմից, քան դավաճանությունը։ Այդ դավաճանությունը չի ներվելու։ Այս տեսակետից գուցե մի փոքր տեղ ունի գոյություն ունենալու այդ միտքը, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց եկեղեցու դիրքերը սասանել, ոչ թե եկեղեցու դիրքերը, այլ որոշ բարձրաստիճան հոգևորականների, ովքեր վայելում էին հարգանք եւ ովքեր այսօր իրենց անունը հավասարեցրեցին զրոյի։ Միայն այս խոսակցությունը, որը արդեն տեղի է ունենում այդ նույն 10 սրբազանների մասով եւ ի ցույց է դրվում նրանց այս կամ այն կոմպրոմատի առարկա լինելը, հա, ես պատահական չեմ ընտրում առարկա բառը։ Սա արդեն խոսում է այն մասին, որ եկեղեցու հեղինակությունը փոքր-ինչ սասանվեց։ Իհարկե սա լուծելի հարց է, իհարկե ինչ-որ պահի կարծում եմ նրանք եւս կարգալույց կհռչակվեն։ Պատմության ընթացքում բազմիցս ունեցել ենք նման օրինակներ, որոնք մեր եկեղեցին հաղթահարել է։ Տեսեք, եթե վերցնենք, ասենք, ներողություն եմ խնդրում Բագրատ Սրբազանից, բայց եթե վերցնենք Գերշնորհ Տեր Բագրատ Սրբազանի անձը, կերպարը եւ նույն Կճոյանի կերպարը, պատմության մեջ մնալու է Բագրատ Սրբազանը։ Բանտարկված Սրբազանը այսօր շատ ավելի վեհ է, շատ ավելի ազատ է։ Նույնը մյուս բանտարկված սրբազանների մասին է, ես տարբերակում չեմ դնում, ուղղակի Բագրատ Սրբազանը ողջ անցած տարին գլխավորեց մի շարժում, որը ամենամեծ համախմբվածությունը ապահովեց։ Իսկ ինչ է անում Կճոյանը։ Կճոյանը այսօր գնում է այն սրբազանի թեմ, ում ինքը իր բերանով կոչել է ավագ եղբայր, փաստացի ներխուժում է իր տուն եւ ասպատակում է իր տունը։ Սա արդեն խայտառակություն է, բայց սա մաքրվող խայտառակություն է։ Ես հուսով եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը կմնա իր խոհեմ կեցվածքի մեջ, արդեն հայտարարվել է, որ եպիսկոպոսատ ժողովը չեղարկվել է, ըստ իս շատ ճիշտ որոշում է, որովհետև մեթոդները, որով աշխատում է ներկայիս իշխանությունը, ամենակեղտոտն են ու ամենաճղճիմը եւ տեսարաններ, որոնք ուզում է տեսնել Նիկոլ Փաշինյանը, որը տենչում է իր հոգին, երևի թե սազական չեն լինում։ Եվ 4 սրբազաններ կալանքի տակ են, դժվար է պատկերացնել նման իրավիճակում ինչպես կարող է այդ ժողովը տեղի ունենալ։ Բնականաբար 4-ը կարող են էլի ավելանան։ Կատակով ես մի քանի տեղ նշել եմ, դաժան կատակ է։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է եւս 2 սրբազան իր կողքը քաշել, որ լինեն 12 սրբազանները եւ իր այդ Հիսուսի կերպարը ինքը բերի վերջնական տեսքի, բայց ունենք այնինչ ունենք։ Պետք է փաստենք, որ այո ունենալով 10 դավաճան, մենք ունենք շատ ավելի մեծ թվով հավատարիմ բարձրաստիճան հոգևորականներ եւ ինչը ավելի կարեւոր է հավատարիմ հոտ։ Տիկին Կարապետյան, դուք 5-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր եք եղել, որտեղ падգամավոր էր Նիկոլ Փաշինյանը եւ մենք բոլորս հիշում ենք, թե նա խորհրդարանի ամբիոնից հենց տվյալ հոգևորականին Նավասարդ Կճոյանին ինչպիսի մեղադրանքներ էր հնչեցնում, նրան Բենթլի Կճոյան էր անվանում, զավակներ ունենալու մեջ էր մեղադրում եւ այսպես շարունակ։ Երբևէ կպատկերացնեիք, որ Փաշինյանն այսքան կհեռանա այն արժեքներից, որոնք իր պնդմամբ ինքը պաշտպանում էր եւ ըստ ես նաեւ այստեղ մեր եկեղեցին իր մեղքի բաժինը չունի, որ մինչեւ այսօր այս մարդիկ կարգալույց չեն արվել նույն ժամանակին, քանի որ տարիներ շարունակ մենք գիտենք այս մասին, որոնք այսօր նոր հայտնի է դառնում։ Տեսեք, երբ ունենք Արցախյան հիմնահարցի սուր վիճակը, թե հոգևոր եւ թե քաղաքական կյանքում Հայաստանի Հանրապետությունը փորձում էր ներկայանալ աշխարհին, կարելի է ասել գրեթե կատարյալ։ Եվ այս ֆոնի վրա եկեղեցու ներսում լինեն բարձրահունչ պաշտոնանկություններ, կարծում եմ ճիշտ չէր լինի։ Ես կարող եմ աշխարհիկ կյանքի հետ զուգահեռներ տանել, ԲՊՑ գնդի գրավումը, հիշում եք ինչպիսի ողբերգական իրադարձություններ էին, մահացան 3 ոստիկաններ, ծառայություն իրականացնող ոստիկաններ,
տևական ժամանակ Երևանի կենտրոնը գտնվում էր պարալիզացված վիճակում, տեղի էր ունենում դասական ահաբեկչություն, բայց նրանք չդատվեցին ահաբեկչության հոդվածով, պատճառներից մեկը նաև նա էր, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության հոդվածով լիներ դատ, միջազգային մեծ խաղացողների աչքերում մեր երկրի հեղինակությունը կընկներ եւ Արցախի հարցի լուծման ժամանակ գուցե կշերքի նժարը մի քիչ թեքվեր դեպի Ադրբեջանը, ամեն ինչ հաշվի առնվե։ Ըստ իս տրամաբանությունը ինձ հուշում է, որ ժամանակին նման բարձրաստիճան հոգեվորականների պաշտոնանկություններ չեն եղել նույն պատճառով։ Հիմա ես չեմ հասկանում, ես սպասում եմ անկեղծ ասած այդ 10 ուխտադրուժների կամ տիրադավների, ինչպես սրբազաններն են իրենց կոչում, նրանց պաշտոնանկությունները ինձ համար այստեղ ամենաանընդունելին, ամենացավալին, ամենաողբերգականը Արցախի թեմի առաջնորդի այնտեղ հայտնվելն էր։ Ճիշտ է, հետագա զրույցներում ես հասկացա, որ այդպես է պետք է լիներ, որովհետև անձը, որը եկել էր փոխարինելու Պարքև Սրբազանի պես մարդուն, ով մինչև վերջի վայրկյանը մնաց Արցախցու կողքին եւ իմ խորին համոզմամբ առողջական խնդիրներով գնաց, պարզվում է ներկայիս թեմի առաջնորդը անգամ շրջափակման ժամանակ փախել է Արցախից եւ չի մնացել իր հավատավոր ժողովրդի կողքին։ Այսպիսի կեցվածք դրսևորող մարդը իհարկե կունենար կետեր, թույլ կետեր, որոնց վրա սեղմելու դեպքում նա կհայտնվեր Նիկոլ Փաշինյանի կողքին։ Եվ սա այն դեպքում, որ վեհապարը Արցախի թեմը չլուծարեց եւ նա յուրօրինակ շնորհակալություն հայտնեց, կարծես թե այս խնդիրներից մեկը վեհապարի հետ կապված հենց Արցախի թեմն էր եւ Փաշազադեի պահանջներից ներկայացրած պահանջներից մեկը մեր իշխանություններին հենց Արցախի թեմը լուծարելն էր։ Գիտեք, ես մինչև վերջի վայրկյանը լինելով անուղելի լավատես, սպասում էի, որ Վրդանես Սրբազանը կմտնի Նիկոլ Փաշինյանի սենյակ եւ պատասխան կպահանջի մեր սրբությունների Արցախի Ադրբեջանի տարածքում թողնված եկեղեցիների օրինակ ճակատագրի մասին, կպահանջի կազմակերպել այցելություն, ուխտագնացություն կամ թեկուզ գույքագրում, բայց նա նստել էր գլուխը կախեն ամենավերջին մարդու պես, ես չեմ կարողանում պատկերացնել արցախցիները հիմա ինչ են զգում իրենց թեմի առաջ, ես Արցախի թեմը դատապարտեց առաջնորդի այս արարքը։ Ես շատ լավ պատկերացնում եմ ինչպիսի հպարտությամբ է հիմա նստած Շիրակի թեմը, ինչպիսի հպարտությամբ են հիմա իրենց թեմի առաջնորդին վերաբերում գյումրեցիները, շիրակցիները եւ ինչպիսի ամոթով են մնացել արցախցիները։ Այսպիսի երևույթները պետք է եկեղեցուց արմատախիլ անել։ Բայց սիրելի Դավիթ, եկեք մի բան ֆիքսենք, հա, մենք կարող ենք քննարկել այս ամենը, բայց այս ամենը եկեղեցու ներքին գործն է։ Ոչ մենք որպես առաքելական եկեղեցու հետևորդներ իհարկե ունենք մեր ցանկություններն ու պատկերացումները, բայց ոչ առավել եւս ներկա իշխանությունները որևէ ձևով ոչ թե պարտադրել, հուշել անգամ չեն կարող, թե ինչ անի եկեղեցին իր ներսում։ Եկեղեցին շատ լավ գիտի ինչ անի, եթե եկեղեցին չիմանար ինչ աներ, դարեր շարունակ կանգուն չէր մնա։ Մենք ունեցել ենք խոնարհված եկեղեցիներ, բայց մենք ունեցել ենք այդ խոնարհված եկեղեցիներում գործող եկեղեցական կառույցներ, դպրոցներ, այսինքն այն ամենը, ինչը ազգին պահել է ազգ։ Նույն Արշակ Սրբազանի կալանավորումից հետո հաճախ է տեսակետ հնչում, որ հաջորդը հենց վեհապարն է լինելու, իշխանության համակիրները անգամ չեն կաշկանդվում իրենց այս պահանջը սոցցանցերում գրելուց եւ ակնհայտ, այսպես ասած, հրճվանք են ապրում դրա կապակցությամբ։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կհամարձակվի գնալ դրան, օրինակ դա անել մինչեւ ամանորը, հաշվի առնելով նա, որ վերջինս չի ցանկանա, որ ամանորին վեհապարի ուղերձը մենք լսենք եւ ամենակարևորը մենք որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներ ինչ պետք է անենք սա թույլ չտալու համար։ Տեսեք, կարծում եմ Գյումրիից հետո նա ռիսկ չի անի գնա Մայրաթոր, չնայած ասացված կա, ասում են, եթե ուզում ես իմանալ ընտանիքում ինչ են խոսում, լսիր երեխային,
այդ երեխան հնչեցրեց իրենք ինչ են ուզում անել, այս շրջիկ հավատացյալները երևի թե շրջելով տարբեր տեղեր վերջում գնալու էին մայրաթոռ եւ ասպատակելու էին մայրաթոռը, կարծում եմ մինչև ամանոր չեն գնա, որովհետև Գյումրիով տեսան, որ ամեն ինչ չէ այնպես, ինչպես իրենք են ուզում եւ ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Գինը ծանր կլինի։ Եթե անցած շաբաթ Հովհաննես Իշխանյանին եւ Հայկին Դորունց բռնեցին կաթողիկոսի անունը հնչեցնելու համար եւ հանկարծակի եկան իշխանավորները, այս անգամ արդեն 7 վերքում նրանք պատրաստված էին եւ ի պատասխան ինչ որ բաներ էին բղավում, իրենք փորձում են սովորել արդեն ինչ որ դիմակայել, հա, արդեն գիտեն, որ զեղչված մասը հավատացյալները հնչեցնելու է, շատ կարևոր է դա, բայց նաև կարևոր է, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանենք պատրաստվեն հաջորդ ասպատակությանը, մենք էլ պատրաստ լինենք, թե ինչ կարող ենք անել մենք, բնականաբար մեզ պետք է գա հասնի եկեղեցական խողովակներով, մենք ամենակիչը ինչ կարող ենք անել, այդ օրը, եթե պարզ լինի, պետք է լինենք մայրաթոռի բակում, պետք է պատրաստ լինենք ամենավերջին բախումների, ամենավերջին ստորությունների, ամենավերջին, չգիտեմ, ուժայինների, գիտեք ինձ այս ամբողջ պատմության մեջ ինչն է զարմացնում, Նիկոլը անցողիկ է, իր հետի թիմը անցողիկ է, գնալու են ինչ-որ մի օր, այսօր կգնան, մի ամսից կգնան, աստված մի արասցե 5 տարուց կամ 10 տարուց կգնան, բայց կգնան, այդ բոլոր մարդիկ, ովքեր կատարում են իրենց հրամանները, իրենք մնալու են իրենց խղճի հետ մենակ, իրենք ինչ-որ մի պահի Աստծո առաջ են կանգնելու, ինչպես են նրանք շարունակելու ապրել, չէ որ Նիկոլ Փաշինյանը մենակ չի կարող գործել, սկսած հոգևորականներից վերջացրած ուժայինների են ամենավերջի հրամանը կատարողներից, չէ որ նրանք գլուխը բարձին դնելուց առաջ մնում են իրենք եւ Աստված, իրենք եւ իրենց հոգին, այդ հոգին ինչ որ պահի կանգնելու է Աստծո առջև, նույնը վերաբերում է ԱԱԾ-ին աշխատողներին, ովքեր քաղբանտարկյալներին բերման են ենթարկում, դատախազներին, ովքեր մեղադրանքներ են ներկայացնում, դատավորներին, ովքեր որոշումներ են կայացնում, այդ ամբողջ համակարգը, եթե մեկ պահ չենթարկվի Նիկոլ Փաշինյանին, եթե մեկ պահ հասկանա, որ զոհասեղանին դրված է ապագան, ոչ թե այսօր իրենց բարեկեցությունը, վաղվա իրենց երեխայի համար գրեթե գուցե ինչ որ ընտանիք ենք պահում այդ թեզանից հաճախն է հնչում։ Հա, դե ընտանիքը ինչ որ միտեղ պետք է պահել։ Ընտանիքը, եթե իրենց ուզածը ընտանիքը այլ պետության ներքո ապրելն է, դե հա, ընտանիք են պահում, բայց ինչ որ մի պահի պետք է կանգ առնել։ Տիկին Կարապետյան, օրերս մասամբ հրապարակվեց Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը, որոնք ըստ էության ջախջախեցին իշխանության այն քարոզչական թեզերը, ըստ որոնց Արցախը վաղուց էր հանձնվել տարբեր տարեթվերի, որոնք ըստ անհրաժեշտության փոխվում էին, իսկ բանակցային գործընթացն էլ բացառապես այս ուղղությամբ էր տեղի ունենում։ Ձեր գնահատմամբ ինչ տվեց այս գործընթացը իշխանությանը եւ նույն փաստաթղթերի հրապարակումը ինչու նրանք գնացին հայտնվելով նման իրավիճակում, այստեղ հաշվարկը նա էր, որ մարդիկ չեն կարդա եւ իրենք կհասցնեն քարոզչական թեզերով լցնեն դաշտը, թե այլ շարժառիթներ եւս տեսնում եք։ Ես տեսնում եմ երկու այլ շարժառիթ, բնականաբար ձեր նշածը կար, խոսքը գնում էր նրա մասին, որ մարդիկ չեն կարդա այդ քանակության փաստաթղթերը եւ այդքան չեն խորանա, այնուամենայնիվ մարդիկ, ովքեր ծանոթ են բանակցային գործընթացին, քիչ թե շատ ծանոթ էին նաեւ այս փաստաթղթերին, մի քանի բաներ գաղտնաձերծվածներից, որոնք մինչեւ այսօր այսպես ամբողջությամբ հասանելի չեն եղել, բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց թղթերը Մինսկի խմբի համանախագահության լուծարման հենց հաջորդ օրը, այսինքն նա էլ կորցնելու ոչինչ չուներ, հետ գնալու ճանապարհ իր պատկերացմամբ չկար։ Երկրորդը, քանի որ 3 նախագահների կողմից բազմիցս հնչում էր հրահանգը, որ պետք է գաղտնաձերծել 19 թվականի այդ թուղթը, որ առաջարկները, որ իրեն ներկայացվել է, Նիկոլ Փաշինյանը կարծում եմ մտածել է, որ եթե նա դա չանի, դա կանեն նախագահները։
եւ կանեն ոչ պատեհ պահի, քան նրա համար ցանկալի է։ Օրինակ, ընտրություններից մի 2 շաբաթ առաջ, երբ նա չի հասցնի շտկել իրավիճակը։ Նա իր հաշվարկով գաղտնաձերծեց փաստաթղթերը ամանորի նախաշեմին, երբ մարդիկ մի քիչ ավելի այլ հոգսերով են զբաղված, երբ նաեւ Արշակ Սրբազանի բռնելը նա կազմակերպեց, այսինքն ստեղծեց ինչ-որ տեղեկատվական քաոս։ Ես ներողություն եմ խնդրում շատերից, գուցե ես ինչ-որ անցնում եմ կարմիր գծեր, բայց կյանքը շատ է փոխվել եւ ես ինքս իմ սկզբունքներից եմ սկսել ինչ-որ լղոզված սահմաններ դնել։ Նա նաև դաշտ նետեց իր երիտասարդ աղջիկների նկարները, որոնք շատ մեծ քննարկման առարկա եղան, իսկ դրանք հայտնվեցին համացանցում վստահ եմ, որ իր իմացությամբ, եթե ոչ իր ցուցումով, նաև ինչ-որ անհասկանալի նկար ինքը դաշտ նետեց, որ նստած է համակարգչի դիմաց, ինչ-որ iPhone-ի տուփ է դրած, վրան ավազի ժամացույց է դրած, այսինքն օրակարգը լցրեց իր նա կիրառեց հնարք, որը միշտ արել է, եւ այո, մենք տեսանք, որ շատերը սկսեցին քննարկել աղջիկների նկարները եւ այդ ավազե ժամացույցով նկարը եւ կարծես Մինսկի խմբի համանախագահության այդ փաստաթղթերի քննարկումը ավելի գնաց դեպի պրոֆեսիոնալ դաշտ, բայց դա նրան չի փրկելու։ Պարզ երևաց, որ 19 թվականին առնվազն 2 հոգի Նիկոլ Փաշինյանը եւ Զորաբ Մնացականյանը ստել են։ Եղել է սեղանին փաստաթուղթ, որը մերժվել է։ Գուցե երազանքների փաստաթուղթը չէր, բայց այսօր տեսնելով այն, ինչ մենք ունենք, դա մի փաստաթուղթ էր, որի քննարկումը գոնե մեզ հետ կպահեր աղետից։ Փոխարենը 19 թվականին նա բացականչեց Արցախը, Հայաստանը եւ վերջ, դրանով վերջնական հրահրելով պատերազմը եւ դարձնելով դա անխուսափելի։ Սա միտումնավոր արեց, թե այսպես ասած չտիրապետելու, չկարողանալու։ Միտումնավոր արեց։ Շատ հանգիստ կարելի էր պատկերացնել, թե ինչի կարող է բերել այդ նախադասությունը, չէ՞ որ մինչև դա եղել էր հայտնի վերելակային հանդիպումը, որը կոչվեց վերելակային, բայց ես վստահ եմ, որ միայն վերելակում չի եղել խոսակցությունը։ Դրան հաջորդեց սահմանների քիչ թե շատ հանգիստ վիճակը, որի ընթացքում Ադրբեջանը ամրապնդեց իր դիրքերը, վերակառուցման ինչ-որ աշխատանքներ արեց, ինժեներական լուծումների եկավ եւ եղավ այն, ինչ եղավ։ Լեգիտիմ հիմք տրվեց Ալիևին աշխարհին ներկայացնելով, որ Հայաստանը օկուպանտ է։ 30 տարի շարունակ բանակցվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, Նիկոլը այդ մի նախադասությամբ ցույց տվեց, որ վեճը տարածքային է, բայց 19 թվականի փաստաթուղթը ունենալով հանդերձ դրանից առաջ եղած բոլոր փաստաթղթերը, չէ՞ որ իմնեմնիմի ոդքասթից հետո Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ես կհրապարակեմ Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, այլ երկրի նախագահին եւ այլն, նա հրապարակեց մի փաստաթուղթ, որով Սերժ Սարգսյանը երևում էր, ներկայանում էր որպես ամենակլասիկ հայրենասեր պետական գործիչ, մարդ, ով առանց կաշկանդվելու հանգիստ ներկայացնում էր բոլոր այն վտանգները, որոնք սպասվում է բանակցային գործընթացի ընթացքում, նշում էր հենց Ռուսաստանի արտգործնախարարի կողմից իր պատկերացմամբ քայլերը, որոնք բերելու են աղետի եւ իր նշած նամակի արտացոլումը, այսինքն պատասխանը հետագա փաստաթղթերում ներառված էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս գաղտնազերծումը լրիվ սեփական մեղքի ընդունում էր։ Եթե ժողովուրդը այդքան խոհեմ գտնվի եւ լսի վերլուծաբաններին, ովքեր ներկայացնում են, թե մենք ինչ կետում էինք եւ ուր հասանք, պարզ մի հատ եզրակացության կգա։ Այ դրա համար Նիկոլը սկսեց սեփական կետից, որովհետեւ կետը, որը նրան մնացել էր, դա այն կետն էր, որով կլիներ Արցախը հայկական։ Կամ չլսեն էլ վերլուծաբանեն, ուղղակի բացեն եւ կարդան այդ փաստաթղթերը, շատ բան մարդկանց համար բարձ կլինի։ Ամենակարևորը, որը 19 թվականին էր, ինձ համար նա էր, որ 19 թվականի փաստաթուղթը եւս փաթեթային լուծման մասին էր, այսինքն հենց սկսում էր բանակցվել ինչ որ մի բան, մյուսները ֆիքսվում մնում էին, խոսքի, եթե խոսվում էր 5 շրջանները վերադարձնելու մասին, էլ չէր փոփոխվում ոչ հանրաքվեի օրը, ոչ Միջանցքի, եսի նկատի ունեմ Հայաստանը Արցախի հետ կապող Միջանցքի արկայության անհրաժեշտությունը, ոչ մյուս բոլոր հարցերը։
Եթե կհիշեք, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում էր, որ ամեն ինչ սկսում է սեփական կետից, խոսակցական խոսույթ մտավ արտահայտությունը փուլային լուծման, այսինքն նա պատրաստ էր փուլ առ փուլ անել, իսկ Ադրբեջանի հետ փուլայինը մենք շատ լավ ենք պատկերացնում, նա կտար 5 շրջանները, Ադրբեջանը կհրաժարվեր հանրաքվեից հետո ինչ-որ շատ երկար այլ մեկնարկային կետից բանակցություններ կլինեն, Նիկոլ Փաշինյանը անգամ սրան չգնաց, նա որոշեց ազատվել Արցախից, որը նա թոք էր համարում Հայաստանի վզին։ Ես շատ ցավում եմ, որ Հայաստանի ղեկավարը կարող է նման արտահայտություններ անել եւ ես շատ ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր դա լսում են, որովհետեւ ինչքան էլ նրա ռեյտինգը ցածր լինի եւ նրա ընտրազանգվածը լինի քիչ, այդ մարդիկ կան։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հայկական հողը, հայկական բնակչությամբ կարող է ինչ-որ ձևով խանգարել հայերի։ Այդ մարդիկ այսօր ես խորհուրդ կտամ, գնան Գիրանց, գնան Կապան, գնան Նուսևլիչ դժվար թե բարձրանան, բայց գնան այն բոլոր տեղերը, որտեղից պարզ տեսանելի է ադրբեջանական դրոշը։ Այդ մարդիկ չէին տեսել երբեք ադրբեջանական դրոշ։ Ադրբեջանի սահմանը այնքան հեռու էր մեր սահմանից, այնքան պաշտպանական գոտի էր իրենից ներկայացնում մեր չքնաղ Արցախը, որ այդ մարդիկ պետք է ուղղակի մի օր կանգնեն ու հասկանան իրենց սխալը։ Գուցե մեղան չեն, գուցե ներողություն խնդրեն, գուցե այլ ձևի ներկա պատկերացնեն իրենց ապագան, ինչպիսիները կան, շատ կան, բայց այս բանակցային գործընթացի գաղտնազերծված փաստաթղթերը եւս մեկ անգամ ուզում եմ հնչեցնեմ, ոչ թե որ ասեմ, վայ, տեսեք, մենք ինչ լավ բան ենք բանակցել, այլ որպեսզի մարդիկ հասկանան մենք ինչ ենք կորցրել։ Արցախի հիմնահարցի լուծումը մեր երազանքների լուծումը չէր, բայց դա իրատեսական լուծում էր։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, որը փոքր չէր եւ որին նաեւ վերադառնալու էր միանալ Շահումյանի շրջանը, լինելու էր հայկական։ Թե հանրաքվեն կորոշեր անկախ պետություն լինել կամ միանալ Հայաստանին, դա հարցը ինչպես կդրվեր, այդպես կլիներ։ Կվերադարձվեին 5 շրջանները, որոնք ինչքան էլ մեր հին պատմական հողերն են, ինչքան էլ մենք ունենք իրենց հանդեպ շատ մեծ զգայուն եւ զգայական կապվածություն, ինչքան էլ մեր արյունն ու մեր խաչքարներն են այնտեղ, մեծ խաղացողների, մեծ պետությունների, մեծ գեոպոլիտիկայի մեջ դիտարկվում էին որպես բուֆերային գոտի։ Եվ Քարվաճառի եւ Բերձորի տարածքները, քանի որ մարդիկ հիմա հետ են ընկե հայկական տեղանուններից, ասեմ դա Քելբաջարն ու Լաչինն են, մնալու էր ՀՀԿ վերահսկողության տակ 50 տարի եւ ավել, մինչեւ ժողովուրդները գային խաղաղ համակեցության։ Փոխկապակցված էր Արցախի կարգավիճակի հետ ամենակարևորը։ Միանշանակ դա այն լուծումն էր, որը բերելու էր արժանապատիվ խաղաղության։ Այն խաղաղությունը, որը այսօր Նիկոլն է պատկերացնում, դա տիրոջ եւ ծառայի կարգավիճակում է, իսկ այնպես մենք լինելու ենք, եթե ոչ հաղթողի, ապա գոնե հավասարի պայմաններում։ Տիկին Կարապետյան, ես հիշում եմ, որ տարիներ առաջ մեր հասարակությունը չէր կարողանում ներել ձեր իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին քարորիա պատերազմում կորցրած 400-ից 800 հեկտար տարածքների եւ 75 զոհերի համար այս իշխանության ներկայացուցիչները ամենից հայրենասերներն էին, հիշում ենք, հայտարարում էին Աղդամը իրենց հայրենիքն է եւ այսպես շարունակ, բայց նույն հասարակությունը Նիկոլ Փաշինյանին փաստացի ներեց ողջ Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի համար, առ այսօր մենք մեր զոհերի անուն ազգանունները չգիտենք, անգամ պատերազմից 5 տարի անց եւ անգամ թիվ չենք կարող հայտարարել, որը խնդրահարույց չի լինի։ Ինչով եք սա պայմանավորում եւ ինչու աղմուկ չբարձրացավ հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2019 թվականի առաջարկը նույն Նիկոլ Փաշինյանը մերժել է։ Տեսեք, նախ ուզում եմ հանրությանը հիշեցնել, որ այդ հայրենասերները ապրիլյան պատերազմին գնացին մասնակցելու մայիս ամսին, երբ որ արդեն 1 ամիս է ավարտվել էր պատերազմը, գնացին 3-րդ գիծ խրամատ փորելու, ինչը կարծում եմ արդեն ինքնին ծիծաղելի է այդ մարդկանց հայրենասեր կոչելու համար, բայց այնուամենայնիվ նաև ուզում եմ ներողություն խնդրելով զոհվածների ծնողներից, ուզում եմ հիշեցնել, քանի հոգի Նիկոլ Փաշինյանը զոհեց նույն Լելեթեփեն հետ բերելու համար, ինչպիսի պատմություններ են պատմում այն մասին, որ նա պնդում էր, որ Սերժի կորցրածը ինքը պետք է հետ բերի։ Գիտեք, խնդիրը որն է, որ լինելով Հայաստանի արդեն փաստացի իշխանության ղեկավար, նա շարունակում էր կռվել Սերժ Սարգսյանի դեմ, նա ոչ թե կռվում էր Ալիևի դեմ,
գուցե կոպիտ հնչի, բայց նա նույն անգամ Ալիևի օգնությամբ շարունակում էր կռվել Սերժ Սարգսյանի դեմ։ Լելեթեփեի այդ օպերացիան, անհաջող օպերացիան, որի ժամանակ եղել են շատ մեծ թվով զոհեր, խոսում է այն մասին, որ իր գլխում ոչ թե պատերազմը հաղթելն էր, այլ իր գլխում ինչ որ հերթական ռևանշը Սերժ Սարգսյանի հանդեպ վերցնելն էր։ Տեսեք, 75 զոհերի անունները մենք անուն առանուն գիտենք։ Մենք գոնե ես ում տուն կարողացե գնացել եմ։ Ես հիշում եմ այդ օրերին Գյումրեցի մի գեղեցիկ ընտանիքում երեխաներ էին ծնվել, զոհված տղաներից մեկի, ես անգամ ծննդատուն եմ գնացել, ես գլուխ չեմ գովում։ Ես ուզում եմ ասել, որ ինչպիսին էր պետության վերաբերմունքը զոհվածների հանդեպ, ինչպիսին էր այս պետության վերաբերմունք իշխանությանի նկատի ունեմ, մենք տեսանք պարկերի մեջ նկուղում գցած, սա այն է, ինչ բնորոշում է Նիկոլի իշխանությանը։ Իսկ ինչու մեզ չներվեց, իրենց ներվեց, հարցը շատ պարզ է, որովհետև տարիներ շարունակ տարբեր միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցով հասարակական սեկտորը տարել է, այսպես ասած, պրոպագանդիստական քաղաքականություն։ Այդ մի օրում մարդիկ դուրս չեկան 18 թվականին փողոց։ Երկար տարիներ մարդկանց գլուխը կաթացվել են թեզեր, որոնք հետո նույն Նիկոլը չկարողացավ ապացուցել։ Խոսքը հենց Սերժ Սարգսյանի եղբոր այդ 50%-ների մասին է, որը առասպելական էր, բայց որի իրական արտահայտումը մենք հիմա տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի մերձավորների մասնակցությամբ, ընտանիքի անդամների, բայց ինչ որ ապօրինի ընտանիքի անդամների, ինչպես ասում են, տեսեք, շատ երկար ժամանակ է դեմոնիզացիան գնացել, թե երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում ինչ է տեղի ունեցել, այդ մասին խոսել է պատգամավոր ունեին իրենք, առաջին հենց իրենց 18 թվականին, երբ որ 19-ին, թե 18-ին, երբ որ նրանք արդեն հունվար ամսից ունեցան իրենց մեծ խմբակցությունը, Միքայել Զոլյան անուն ազգանունով տղա կար, իրենց պատգամավորն էր, Ռուսաստանում մասնակցում էին մի սեմինարի, որի ընթացքում ռուսներին սովորացնում էին ինչպես անել գունավոր հեղափոխություններ, ինձ ուղարկել էին այդ հատվածը իր ելույթի, որտեղ նա ասում է, որ այս հեղափոխությանը մենք սկսել ենք պատրաստվել 2008 թվականից, այսինքն, եթե Սերժ Սարգսյանը անգամ փայլուն, անսխալական, ոսկե քաղաքականություն վարեր, իսկ իմ խորին համոզմամբ, երբ հետ ես նայում, Սերժ Սարգսյանի իշխանության տարիները իրոք եղել են այդ ոսկե տարիները, որոնք մենք չենք գնահատել, մենք մտածել ենք, որ դա սովորականն է, բայց փաստորեն դա այն էր, ինչ մեզ տրված էր որպես լավագույն շրջան։ Բավարար ձևով չի հերքվել, ես մարդկանցից շատ եմ լսում, որ նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե իրենց պաշտոնավարման տարիներին մարդկանց հետ մի փոքր ավելի շատ շփվեին հրապարակային խոսքով, մի փոքր ավելի շատ հանդես գային, ինչպես հիմա են անում, մենք այս պատկերը չէինք ունենա եւ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա իշխանության գալ։ Ես կարծում եմ, որ կունենայինք այս պատկերը, որովհետև այդ ժամանակ գործիքակազմը ուրիշ կլիներ։ Նպատակ է դրված եղել երկրորդ, երրորդ նախագահներին ներկայացնելու որպես հրեշ։ Ես այդ բառից չեմ խուսափում օգտագործել, որովհետև մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց, նրանք մեծ հավատով էին դուրս եկել, որ ազատվելու են իրենց կեղեքող իշխանություններից։ Զավեշտ է եւ ճակատագրի հեգնանք, որ մարդիկ իրենց ձեռքով, իրենց գլխի վրա բերեցին հենց այդ նույն հրեշին, որը եւ ցույց տվեց ինչպիսինն է լինում կեղեքումները։ Նա եկավ դագաղներով, մենք այսօր չունենք Հայաստանում երևի թե մի ընտանիք, ով չունի զոհված մարդ կամ մարդ, ով մահացել է կորոնավիրուսի այդ ապաշնոր տնօրինումից, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Տեսեք, երրորդ նախագահին ապրիլյանը չներվեց, որովհետև դրա վրա դրված էր մեծ փող։ Նիկոլ Փաշինյանին պատերազմը ներվեց, որովհետև դրա վրա էլ է դրված մեծ փող։ Այսօր մեր հանդեպ իրենք են շատ սիրում օգտագործել այդ նախադասությունը, բայց այսօր մեր նկատմամբ վարվում է հիբրիդային մեծ պատերազմ։ Այն տեղեկատվական հոսքը, այն գծերը, այն բոլոր նեյրոլինգվիստիկ հնարքները, որոնք կիրառվում է մեր ժողովրդի հանդեպ,
դա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ շարունակեն մնալ ապաթիայի մեջ, զրկվեն իրենց հոգու մաքրության միակ այսօր մնացած օրանից, խոսքս եկեղեցու մասին է, փակվեն իրենց սոցիալական խնդիրների մեջ, իսկ սոցիալական բեռը գնալով ավելի է ահագնանում եւ ապրեն օրվա հացի վաստակման մտքերով։ Այդ մարդը ամենակառավարելին է։ Դեպրեսիայի մեջ ապրող, ապաթիայի մեջ ապրող մարդը ամենակառավարելին է։ Տեսեք, ամենամեծ զարթոնքը եւ ամենապայծառ լուսավոր շարժումը եղել է Արցախյան առաջին շարժումը խորհրդային ժամանակներին զուգահեռ, երբ որ մարդիկ չունեին հոգսը շատ քիչ էր, բնականon գնում էր կյանքը, մարդիկ կոպիտ ասած կուշտ էին, ես դա շատ եմ լսել բարձր սերունդներից եւ խաղաղությունը կար, ամենակարևորը խաղաղությունը կար, վստահությունը կար, նյութական ամեն ինչը կար, փառք Աստծո, մարդիկ ապահովված էին, սոված չէին եւ զբաղվում էին ավելի վեհ արժեքներով։ Այսօր մարդիկ հաց հայթայթելու խնդրի առջև են կանգնած։ Նույն Շիրակի մարզը, ես ինքս ծնունդով Շիրակից եմ, 43% աղքատություն ունի։ Սա մի ահավոր ցուցանիշ է։ Նույն զարմանում են, ասում են, ինչպես վռնդեցին ԿՊԵ-ականներին շիրակցիները, ինչպես Գյումրիի փողոցներում մարդիկ մոտենում եւ հանրային պարսավանքի էին, ենթարկում, երևի լսել եք, պատգամավորներ կային իր հետ, ովքեր բարձր ձայները բարձրացրել էին, բայց չկարողացան լռեցնել։ Այս մարդիկ հասկանում են, որ իրենց կյանքի որակը ընկել է եւ ընկել է կոնկրետ մարդիկ կան, ովքեր դրանում մեղավոր են։ Եվ Տիկին Կարապետյան, մենք նաև աստիճանաբար նախընտրական շրջափուլ ենք թևակողում, ընտրությունները ըստ էության անխուսափելի են լինելու։ Ըստ ձեզ, ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը որքանով է իրատեսական։ Օրերս օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ եթե ընդդիմությունը ճիշտ աշխատի, ապա Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվի։ Այստեղ ինչ նկատի ունի նա ըստ ձեզ ճիշտ աշխատանք ասելով, եւ եթե փաստացի 21 թվականին Փաշինյանը ընտրվեց, չի ստացվում, որ նա նկատի ունի, որ այն ժամանակվա ընդդիմությունը իդեմս Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքների սխալ աշխատեց, ինչ սխալի մասին նա նկատի ունի։ Հարցի հասցեատերը երևի թե ես չեմ, անկեղծ ասած, բայց տեսեք, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին տալու է կյանքի մահվան կռիվ, նույն ձևի ոնց նա արեց 21 թվականին։ 21 թվականին եւս բազմիցս նշվել է եւ զգուշացվել է այդ մասին, որ հնարավոր չի լինի իրեն հեռացնել այդ ճանապարհով եւ հակառակը եւս 5 տարով երկարացնելու ենք նրա պաշտոնավարումը, ավելի լեգիտիմացնելու ենք եւ փաստացի եղավ այն ինչ եղավ 21 թվականի սկզբին նա շատ ավելի խեղճացած էր, քան հիմա է։ Հիմա նույն սխալ ճանապարհով ենք մենք գնում, կարծում եմ։ Հիմա տեսեք շատ նոր շարժումներ կան, նոր քաղաքական միավորներ կան, չեմ ասում կուսակցություններ, որտեղ դեռևս շարժումների եւ ինչ որ միավորումների կազմակերպությունների փուլում են գտնվում շատերը, բայց անգամ եթե ընտրվի ամենաճիշտ ռազմավարությունը, իսկ խոսքը ես կարծում եմ այն բանի մասն է, որ ձայներ չփոշիացնել, մենք ունեցանք Գյումրի, մենք ունեցանք վաղաշաբաթ, մենք տեսանք այդ բոլոր սխալները, որոնք թույլ է տալիս ընդդիմությունը, ես կարծում եմ, որ ընդդիմության ամենամեծ սխալը այն է, որ համոզմունք հայտնել, որ հնարավոր է հաղթել Նիկոլ Փաշինյանին ընտրություններով։ Նիկոլ Փաշինյանի մեջքի հետևում կանգնած ուժերը, որոնք մտածածին չեն, տեսանելի են, երևացող են, անգամ լուսանկարներ գոյություն ունեն, ինչպես է նա իր տերերի հետ շփվում, խոսքս թուրքական երկու պետությունների մասին է, որտեղ դա էլ եմ կարող հիմնավորել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ամենաշատը շահել են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ 21 թվականին այդ աջակցությունը մենք շատ հստակ տեսանք։ Բնական եւ ոչ միայն իրենցից ցավոք, ոչ միայն իրենցից տեսանք այդ աջակցությունը, բայց տեսեք, հիմա Նիկոլ Փաշինյանը ունի կիսատ թողած գործեր, որոնք նա եւս հանձ է առել անելու։ Ամենաառաջին հերթին դա սահմանադրության փոփոխությունն է, իսկ թե ինչեր է նա դեռ փոխելու սահմանադրության մեջ միայն կարելի է ենթադրել, բնականաբար ոչ մի լավ բանի դա չի բերելու, երկրորդը դա հայ առաքելական Սուրբ եկեղեցու տապալումն է իր պատկերացմամբ եւ երրորդը Զանգեզուրի միջանցքը կամ Սյունիքի մարզի անջատումն է լինելու,
Այդ դեպքում ինչպես կանխել է ամեն ինչը, եթե ընտրություններով դա հնարավոր չէ, ընտրությունները ամեն դեպքում անխուսափելի են, ինչպես բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Մինչև ընտրությունները գոյություն ունի գործիք, որը չգիտեմ ինչու արհամարվում է ընդդիմադիր դաշտում։ Խոսքս վարչապետին անվստահություն հայտնելու մասին է։ Մենք տեսանք առաջադրումները քաղաքացիական պայմանագրում, մենք տեսանք, որ մարդիկ կան, ովքեր ներկայումս падգամավոր են, իսկ հաջորդ ցուցակում չեն լինի, կան նաև մարդիկ, ովքեր ինքնաառաջադրվել են, բայց շատ մեծ հարցական է այդ ցուցակում որ տեղն են զբաղեցնելու, կան մարդիկ, ովքեր հիացած չեն, ԿՊ-ի ներսում են, բայց հիացած չեն եւ բնականաբար, եթե հոգեվորականների հանդեպ կարելի է կիրառել շանտաժների գործիքակազմը, ինչու սեփական կուսակիցների հանդեպ չի կարելի այդ կիրառել, այսինքն ուզում եմ ասել, մարդիկ, ովքեր ճակատագրական X պահի կարող է միանան եւ մասնակից դառնան իմպիչմենտի գործընթացին, կան, դա ռեալ է։ Որ այդ 20 հոգին կա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում։ Ես գտնում եմ, որ 20-ից ավել կա, եթե լինի հանրային մեծ ճնշում, ամենակարևոր հարցը մեծն է, եթե լինի հանրային մեծ ճնշում, ամենամտերիմ մարդիկ էլ կարող է Նիկոլ Փաշինյանից երես թեքեն սեփական քաղաքական կյանքը փրկելու կամ սեփական Հայաստանում ապրելու իրավունքը փրկելու համար։ Ես ցավով եմ ուզում համեմատականն անել, բայց 18 թվականին շատ-շատերը վստահ էին, որ հանրապետական կուսակցությունում չեն գտնվի մարդիկ, ովքեր կընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Խոսքս այն մարդկանց մասին չէր, ովքեր հենց խմբակցության որոշմամբ քվեարկեցին, որովհետև երկրորդ քվեարկության ժամանակ խմբակցությունը հայտարարել էր, որ կապահովի ձայները, բայց դա եւս արվեց հանրային մեծ ճնշման արդյունքում։ Եթե ընդդիմությունը մինչև ընտրություններին մասնակցելը իր մեջ ուժ գտնի, դնի մի կողմ սեփական բոլոր ամբիցիաները եւ կարծես թե արեցին ընդդիմադիր մյուս խմբակցությունը միացավ, եթե սկզբում դա էր խնդիրը, հիմա 2 ամսից ավելի է միացել են այս մարդիկ։ Հարցը ֆիզիկապես ստորագրություն դնելու մեջ չէ։ Հարցը հանրային ճնշում գեներացնելու, փողոց գեներացնելու մեջ է։ Մենք տեսել ենք, որ ընդդիմադիր դաշտում այդ պոտենցիալը կա։ Այսօր երկրորդ անգամ զրույցի ընթացքում պետք է հիշեմ, բայց Բագրատ Սրբազանի գլխավորած Սրբազան շարժումը ցույց տվեց, որ մենք ունենք շատ մեծ ընդդիմադիր պոտենցիալ։ Մենք տեսանք, որ ժողովուրդը պատրաստ է պայքարելու, իսկ այն ժողովուրդն էր, ով ռումբերից չփախավ եւ չլքեց խրամատը, եւ եթե ճիշտ հաշվարկով, ճիշտ առաջնահերթություններ դրված լինի փողոց, իմպիչմենտը կլինի, եթե մենք կորցնենք նաև այս հնարավորությունը եւ անխուսափելի լինի 26 թվականի ընտրությունները, այդտեղ շատ լուրջ մասնագիտական վերլուծություն է պետք անել եւ հասկանալ, թե որ ուժը ինչպիսի պոտենցիալ ունի, ինչքան ձայն կարող է հավաքել, առանց որևէ մեկի ամբիցիաները բարձր դասելու, պետք է պարզ հասկանալ այս կամ այն ուժի մասնակցությունը ավելի օգնելու է, թե խանգարելու է, չէ՞ որ խորհրդարան չանցած ձայների, այդ փոշիացած ձայների տոկոսային հարաբերությունները Դոնթի բանաձևով գնում են հենց նույն Նիկոլ Փաշինյանին։ Շատ է իշխանությունն է ստանում։ Բնականաբար, երբ որ գործը շատ մոտենա արդեն նախընտրական շրջանին, պետք է նստել էլի մեկ սեղանի շուրջ եւ հաշվել այդ հաշվարկը։ Այսօր պետք է նստել այդ նույն սեղանի շուրջ եւ հասկանալ ինչքանն է, ինչպիսին է հնարավորությունը փողոցային պայքար գեներացնելու համար։ Ժամանակը քիչ է, բայց ժամանակը կա։ Օրենքը թույլ է տալիս մինչև անգամ ընտրություններին 1 ամիս մնալը նախաձեռնել անվստահության գործընթաց։ Երևի թե շատերը հիմա կնշեն, որ ընդդիմության այդ իմպիչմենտի վարչապետի թեկնածուն ներկայումս էլի ապօրինի նստած է, բանտարկված է, բայց օրենքը որևէ ձևով չի սահմանափակում նույն падգամավորներին 2-3 4 իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել եւ տարբեր թղթերի տակ դնել ստորագրություններ։ Եթե ստացվի Դավիթ Համբարձումյանին հիմա վերանայման փուլում է գործը եւ արդարացման որոշում լինի, հրաշալի կլինի։ Եթե չէ, որևէ մեկը կաշկանդված չէ այլ թեկնածու առաջարկելով, բայց ելի եմ կրկնում, միայն իշխանությունները չէ, որ սխալ են թույլ տալիս։ Ընդդիմությունը այսօր զբաղված է վերմակը իր վրա քաշելով։ Երբ որ հասկանան, որ այդ վերմակի գոյության հարցն է դրված սեղանին,
երբ որ լինի առաջնորդ, ով որ կարողանա բոլորին հավասարի նստեցնել մի սեղանի շուրջ, ես կարծում եմ, որ ամեն ինչ կհաջողվի։ Մենք դա տեսել ենք։ Դուք տեսնում եք այսօր նման առաջնորդի, որը կարող է այդ առաքելությունը իր վրա ստանձնել, որ մյուս խումբը դեմ դուրս չգա ու չտապալվի գործընթացը։ Տեսեք, պրիորիտետները ճիշտ դնելու դեպքում ես մի քանի հոգի եմ անգամ տեսնում։ Այսօր պոտենցիալը կա, այո, ես տեսնում եմ դա։ Մնում է, որ մնացածը տեսնեն, մնում է, որ մարդիկ կարողանան ամբիցիաները մի կողմ դնեն։ Մենք իրոք այնպիսի խաչմերուկում ենք հայտնվել, որ պետք է հիշել Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ իշխանության կռիվ մի արեք, հողի կռիվ արեք, այդ աթոռը դնելու տեղ պիտի մնա։ Մենք այսօր փաստացի աթոռը չգիտենք ուր դնենք։ Աթոռի վրա նստած մարդը նստած է թուրքական պետությունների գրկում, իսկ մեր հայկական աթոռը դնելու տեղը նա հանել է աճուրդի։ Այլ ձև դա չեմ կարող էլի ասել։ Պետք է միավորվել։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ։ Կհանդիպենք։